Բարև Երգիր, բարև ազգ, բարև հարգելի ժողովուրդ։ Եկեք մի կարճ տեսանյութով ավարտենք հերթական Ծալապակասյան օրը, որտեղ պարոն Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում շարունակում էր բորշել այն ամբողջ խոսույթը, որ հələ չգիտեմ ոնց կողնորոշեն եւ այդ ամբողջ հիմարությունների այդ շարքից որ մեկը սարքեն նախընտրական քարոզարշավի հիմնական նարատիվ։ Եվ եկեք մի քանի բան ուղղակի անդրադառնամ պարոն վարչապետի այն մտքերից, որ փաստորեն մեր հայրենասիրությունը, այս հայրենասիրությունը որ կա, դա Ստալինն է հիմնադրել։ Այսինքն միջև այս պահը, այս վերջի 30 տարին մենք ապրել ենք Ստալինի հիմնադրած հայրենասիրությամբ, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ես ուզում եի ստատուսի ձևով գրեի, բայց վախեցա, որ Facebook-ը բառերի հետ կապված, գիտեք, որ որոշակի բառեր, անուններ կան, որոնք եթե դնում ենք, արգելափակում են, գոնե ինձ արգելափակել է մի ժամանակավոր։ Ուրեմն, պարոն վարչապետ, հատկապես նիկոլականները եւ Նիկոլի համակիրները թոսա գնան իրանց վարչապետին հարցնեն։ Ասեն օրինակ 30 տարի շարունակ, հատկապես Արցախյան պատերազմի տարիներին, երբ որ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ, խոսքերով, պատգամներով հայրենասիրություն էր դաստիարակվում, երիտասարդ մատաղ սերնդի մոտ կամ ավակներն են իրենց հայրենասիրությունը, այսպես ասած, լարի բերում, լարի ծնգած հայրենասիրությունը լարում։ Այլ Նժդեհը ինչ է կարծում, Ստալինի հրահանգով էր, փաստորեն հայրենասիրական դասեր տալի։ Այդ ամբողջ ցեղակրոնության գաղափարը, որ Սփյուռքում ուծացվող հայության երիտասարդությանը հայ պահելուն էր ուղված, այդ ամբողջ ցեղակրոնության գաղափարը Ստալինն էր, գրե թելադրե, տվե Նժդեհի ձեռը, որ Նժդեհն էլ հայ ազգին ստալինյան հայրենասիրություն քարոզի։ Իդեպ Գևորգ Կարապետյան շատ լավ բան ասում, ասում Ստալինի գծած քարտեզն ես բաժանում այսօր մետրոներում։ Ստալինի գծած քարտեզը դոշիտ կպցրել ես, քեզանից լավ Ստալինի հիմնադրույթների, հիմնադրածի պաշտպան ու պահապան, էլ որտեղից գտնենք։ Ժողովրդին ու մեր հայրենասիրությունը, հայրենասիրական զգացումները չեմ սիրում սրանից խոսալ, ընդհանրապես սա հոգու ինտիմ է, ես չեմ սիրում սրանից խոսել, բայց այսօր ստիպված եմ անդրադառնալ ու ասել օրինակ Դրաստամատ Կանայանի օրինակները։ Ես դրոյ էի կարդում, Նիկոլ Դումանի խոսքերն էի հիշում ու հիմա պետք է հիշեցնեմ մի դրվագ, որ Նիկոլ Դումանը Նակաշիձեի հարցերը լուծելուց հետո, երբ որ դրոն վերադառնում է, մեծ օպերացիա է լինում։ Նակաշիձեի հարցերը, որ լուծելուց հետո վերադառնում են, Նիկոլ Դումանը այդ իրիկունը այդպիսի հայտարարություն է անում, ասում այս արյունոտ պայքարին մեջ մի մեծ գյուտ արի, այդ գյուտը Դրաստամատն է։ Այս տղան մեծ ապագա պիտի ունենա, եթե արժանավայել միջավայրի մեջ մնա։ Այդ Նիկոլ Դումանի պատգամն խոսքերն են ուղված դրոյին, եւ դրոյի խոսքերն էլ, դրոյի սխրանքներն էլ եկե հասել են ախ մեկ էլ երգիր տեսնե, այդ ստալինիզմ էր, դրոյի մեջ։ Դրոյի վերջի խոսքերից է, մահից առաջ ասում, ախ մեկ էլ երգիր տեսնեի։ Այդ Ստալինն է, մեզի քարոզե սովորացրել, այ անգրագետ, այ ողորմելի անգրագետ, այ ոչ մի բան չկարդացած։ Հիմա էլ ասում Ստալինն է մեզի հայրենասիրություն սովորացրել։ Ես համաձայն եմ, որ իհարկե Խորհրդային Միությունը իր շահերն է ունեցել, որոշակի քարոզչական թեզեր թույլ է տվել, որոշակի թեզեր թույլ չի տվել, բայց այն ամբողջ հայրենասիրական, ես նույնիսկ կշտամբանքով ասում եմ ջոկատավարական հայրենասիրություն, բայց հիմա մի փոքր ինչ ավելինի մասին պիտի ասեմ։ Այն ամբողջ հայրենասիրական դասերն ու թեզերը, որ մենք գոնե իմ սերունդը 90-ականներից սկսած 80-ականների վերջում նույնիսկ սկսել են ուրեմն քննարկել եւ տարածել, դրանք եղել են սովետի ժամանակ արգելված հայրենասիրական թեզեր, սովետական միության ժամանակ արգելված հեղինակներ։ Ես այդ հարցում բավականին անգրագետ եմ, բավականին անկիրթ եմ։ Ինձանից բազմապատիկ ավելի շատ կարդացած ու սովորած ընկերներ կան, որոնք սենց
տարիներով կարան պատմեն այդ ամեն ինչի մասին։ Զանգեզուր կինոն չեք տեսե։ Հին սովետական կինո է։ Նիկոլ Փաշինյանը պիտի որ տեսած լինի, իրանց գեղոն պիտի որ տելևիզորը լիներ, ու այդ կինոն պիտի որ տեսած լինեին։ Չեք տեսե Զանգեզուր կինոն ոնց են ծաղրում սովետական կինոմատոգրաֆիան, ոնց է ծաղրում Նժդեհին։ Բա այդ ծաղր ու ծանակի առարկան ոնց է արգելված եղել դրոն։ Կամ ընդհանրապես ԱԻՄ-ը ազգային ինքնորոշում միավորում, Պարուր Հայրիկյանը իր աքսորներով։ Ես հիմա մի բան կպատմեմ հայրենասիրության իմ դասերից։ Երևի 8 տարեկան էի։ Մեր տանը ես ինչ հիշում եմ։ Մեր տանը եղել են որոշակի այսպես ինքնաշեն սամիզդատա կոչվում, ինքնաշեն մամուլով հրապարակված տարբեր թղթեր, թերթեր։ Ես երեխա ժամանակվանից տանը տեսել եմ ու մի նկար եմ տեսնում մի թերթի վրա, սև ու սպիտակ ինքնաշեն, մորուքով մարդ է այսպես, նույնիսկ հիմիկվա մորուքի պես չի Պարուր Հայրիկյանը, մի փոքր կարծես այլ երիտասարդ ավելի եւ այլ տիպի մորուքով։ Ես ասում եմ, այս մարդն ով է, եթե չեմ սխալվում 8 տարեկան էի։ Ասում եմ, այս մարդն ով է, հայրս ու մայրս այսպես զուգահեռ ինձ բացատրում են ով է, ընդհանուր գծերով հիշում են, որ ասում են Հայաստանի անկախության համար պայքարած, տանջված, աքսորավայրերով, կալանավայրերով, մի խոսքով բազմաթիվ անգամ բանտարկված մարդ է։ Ես էլ որպես երեխա գիտեմ, որ բանտարկվում են գողերն ու հանցագործները, կեղտոտ մարդիկ են բանտարկվում։ Ոնց կարա համ լինի ինքը դրական կերպար, համ լինի բանտարկված։ Ու այդ առաջի դիսոնանսն է լինում ինձ մոտ, ես այդ լավ եմ հիշում, որովհետև իմ ուղեղում չտեղավորվեց, որ համ այդ մարդը հայրենասեր մեծ հայ է, համ էլ այդ մարդը բազմաթիվ ուրեմն անգամներ, տարիներ, տարստամյակներ շարունակ, տասնամյակ շարունակ բանտարկված է եղել։ Էս է եղել մեր հայրենասիրության դասերը։ Ստալինն է էսի հիմնադրե, Ստալինն է էսի քարոզե, այ անգրագետ։ Հա? Այսօր էլ վերակացե, երևի ձեր գեղում էլի եմ ասում, Ստալինի Ծենյան հայրենասեր չեն իմացել։ Հազար ներողություն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի համագյուղացիներից, բայց ես այս ստիպված եմ ասում։ Կամ դուք վերկացեք թուքումուր արեք, դուք էլ ձեր օրինակը բերեք, որ ձեր գյուղում ժողովուրդ ջան, այդպես չի եղել եւ ասեք, որ այդ ցռան մոզին խայտարակ անում մի ամբողջ սերնդի դաստիարակություն, հայրենասիրական դաստիարակություն։ Իրար եկեք, նշան տվեք։ Հա, այս ակակրած էլ եմ ասում, իմ ու իմ սերնդի, որքան ես եմ հասկանում, հասկացած հայրենիքն ու հայրենասիրությունը ամենևին արգելված է եղել Ստալինի ժամանակ, արգելված է եղել սովետական միության ժամանակ եւ միայն 80-ականների վերջին, այսպես միանգամից ծաղկում ապրեց այդ ամեն ինչը։ Ինչ հեքիաթ ես պատմում։ Ջահելներն էլ հիմիկվա 20-22 տարեկան ոչ լսել են, երևի ոչ տեսել, կլսեն ու կհավատան ու լուրջ կընդունեն։ Ինչ հեքիաթ ես պատմում, այ մարդ։ Ես նույնիսկ գիտեք ինչ եմ հիշում։ Այ ես չեմ ուզում իմ մանկության դասերից խոսամ, որովհետև դրանք էլ իմ հոգու ինձիմն են։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Անդրանիկի նկարը թերթում ես էլի երեխա էի, մանկության առաջի երկրորդ դասարան, երրորդ դասարան, մի խոսքով 80 թիվ եմ ես։ Անդրանիկի նկարներ էլի ընտանիքում, մենք մեծ ընտանիք էինք։ Էլ ավելի մեծ բարեկամությունով ու ամենօրյա շփումներով։ Ուրեմն Անդրանիկի նկարն եմ տեսնում թերթում, ասում եմ ով է, կարծեմ հորաքույրս ինձ բացատրում Անդրանիկը, ով է, որ հերոս է եւ այլն։ Ու հայրս այդ ժամանակ ինձ բացատրում է, որ կան էլի հերոսներ, որ միայն Անդրանիկը չի։ Ու Անդրանիկը մեջներից անշարն է։ Հետո ես պետք է իմանամ, մեծանամ, որ Անդրանիկը արդեն անկախ Հայաստանի կազմավորման այդ շրջանում տարաձայնություններ ա ունեցել դաշնակցության հետ եւ այլն եւ այլն։ Ու ասում է Անդրանիկը մեջների անշարն է, այսպես ասած, այդ իսկ պատճառով ավելի սովետական մամուլի կողմից, սովետական կարգերի կողմից թույլատրված է եղել։ Ու այդ թույլատրվածությամբ
Անդրանիկի մասին վաղուց են խոսացել, պատմել, որպես հերոս մեծարել, բայց շատ ավելի շատ են այն հերոսների ցուցակը, ցանկը, ովքեր մեր պատմության հիմքերում են կանգնած։ Էսի Ստալինի դաստիարակություններ, էլ ավելի խորը բաներ կարամ պատմեմ, բայց չպատմեմ։ Իմ հորս տատը տեսել է, ականատես է եղել, ոնց են Շուշին վառում, ինքը շուշեցի է եղել, ի գիտություն, հորական տատս, հորս տատը, ոչ թե հորական տատս Վանեցի է եղել, հորս տատը շուշեցի եղել, նա տեսել է ոնց են վառում Շուշին։ Իմ Վանեցի տատի, այսինքն իր հարսի աչքի առաջ, ինքը խոսացել է Ստալինի սենցը, Լենինի սենցը, նրա ռեխմը, խոսացել է, անպատվել է։ Տատս գնաց է Վանեցի տատս, իր մորը պատմի, ասել է կիսուրը սենց բաներ է խոսում։ Ասել են, բանն էլ, տատուս մայրը Վանեցին ասել, աղջի կարող է դա շպիոն է։ Այ խելոք, այ կոմերիտական, այ պիոներ, աղ դու ինչ գիտես հայրենասիրությունն ինչ, այդ որտեղից է գալի, ինչ արմատներով է սնվում, մարդիկ կաթի հետ են էտի ստացել, ինչ Ստալին, այ համբալ, ինչ Ստալին, էտի կաթի հետ է գալի, որ կաթի հետ չեկավ, դու չես կարա էտի հետով ոչ մի ձև ներմուծես, ուզում է հարուրած Ստալին լնի, իմացար, այ անաղոհած քրդիշուն, Ուրդից իմանաս, քու կաթի հետ էտի չի եկե, ախարքյալակցին մի հատ քֆուր ունի, որ կոնկրետ կաթն է քրվում, ես այդ քֆուրը ինձ թույլ չեմ տա անեմ, բայց ախարքյալակցին տենց բան գիտի, տենց անեց քու անպատվելու ձև գիտի, դա կաթի հետ է գալի, այ անաղոհած քրդիշուն, էսի սենց, ու կրկնում այն հիմար թեզերը Ղարաբաղյան շարժումը շարունակելու ենք թե չէ։ Դու կարաս շարունակես, ես չեմ շարունակում։ Ես Ղարաբաղյան շարժումը չեմ շարունակում։ Բայց ես ասում եմ, այս երկրում չի կարա լինի տենց իշխանություն, որ արգելի, որ արցախցին շարունակի Ղարաբաղյան շարժումը։ Բա որ արցախցին չշարունակի, բա ով շարունակի։ Բա որ Ղարաբաղյան շարժում չշարունակի, բա ինչ շարունակի։ Ու եթե դու եկել ես ասում ես տենց բան չպետք լինի, ուրեմն նշանակում է դու Հայաստանում որոշել ես էթնիկ զտում իրականացնել։ Այդ հարցը թե մենք պիտի ազգովի որոշենք, այնքան կարող եք դες կոմունիստական կուսակցությունն է սաղազգը մի ձև պիտի մտածի, մի գաղափարախոսություն պիտի դավանի։ Լսել ես համոզմունքի բազմազանություն, բազմակարծություն, խղճի ազատություն, համոզմունքների քաղաքական հայացքների ազատություն։ Սենց բաներ լսել ես այս Ստալինի թերմացք։ Լսել ես որ բազմազանություն, պլուրալիզմ, լսել ես սենց բաներ։ Ազգովի ասնա պիտի ազգովի ոնց կարանք մի բան որոշենք, մի գաղափար։ Չի կարա ազգովի լինի մի գաղափար։ Ամեն մեկը մի ձևի քաղաքական հայացքներ ունի, պատկերացումներ ունի։ Եթե նա իր հայրենակիցների, յուրայինների նկատմամբ բռնություն չի ասում, իր համայնքի մեջ բռնություն չի քարոզում, իր հանրության մեջ բռնություն չի, ինչ ուզում է թող խոսա, ինչ ուզում է թող դավանի, ինքը իր Աստված, ինքը իր խիղճը, ինքը իր համոզմունքները։ Իսկ դու ինչ ես ասում, ասում ես պետք է մի հատ ազգովի որոշենք, այս հարցը սենց է, թե սենց է, ոնց ուզի տենց է այդ հարցը։ Մեկիս համար սենց է, մյուսիս համար մյուս ձև է։ Այսինքն իմ պայքարը այդ գաղափարական բազմազանության եւ բազմակարծության շուրջ է։ Իմ գաղափարը այն չի, որ պիտի անպայման ես գնամ Ղարաբաղի հարց շարունակեմ կամ չպիտի շարունակեմ։ Չես ուզում շարունակես, գրողին շարունակես։ Դու չես էլ կարա շարունակես։ Դու Ղարաբաղյան հարցի գերեզմանափորն ես։ Դու ոնց կարաս էդի շարունակես։ Դու դագաղագործն ես, դահիճն ես Ղարաբաղյան հարցի։ Ինչ ես վերկացել։ Հիմա այսինքն ազգը քո հետ հանցակից է, թե չէ, այդ պիտի որոշի։ Ազգը պիտի որոշի քո հետ համարվում է հանցակից, դահիճ,
Ղարաբաղյան շարժման եւ արցախցիների բնավեր տնավեր անելու, արցախցիների հանդեպ ցեղասպանական ակտի, այսպես ասած, հանցակիցնա թե չէ, դու ես դրա հանցակիցը Ալիևի հետ ու դու ես դրա բանը հեղինակն ու մեղավորը։ Մի հատ Սյունիքի միջանցք պետք է պահեիր, Սյունիք արգելեիր, պիտի արգելեիր անխոչնդոտ անցում, այդ չես արել։ Դու եկել Հայաստանի Հանրապետությունից ես խոսում, անկախությունից ես խոսում, ինչ անկախություն, դու Ադրբեջանից անկախ չես, այ ողորմելի, ինչ անկախությունից ես խոսում, Ռուսաստանից անկախություն, չգիտեմ, բանը, եսիմումից անկախություն, դու Ադրբեջանից անկախ չես, դու Ալիևից անկախ չես, դու անկախություն ես խոսում։ Էսի սենց, ինձ թվում է, բաց էմոցիան հələ իմ խոսքից մի կողմ դնեք, ժողովուրդ կարող է փաստարկված, հիմնավորված, չեմ ասում, հիմնավորված եւ փաստարկված։ Մյուս հարցը, որ պատերազմա լինելու բան, էլի կրկնում եմ։ Ուրեմն ուշադիր լսեք, այս իմ այսօրվա, այսպես ասած, ելույթի ուղիղ եթերի գլխավոր ասելիքն է։ Եթե պատերազմա լինելու ու այն դեպքում, երբ որ մենք Նիկոլին չընտրենք, նշանակում է չկա ընտրության հնարավորություն։ Կա սպառնալիք պատերազմով եւ մեզ պատերազմի սպառնալիքի տակ հարկադրում են ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ եմ հասկանում։ Եթե սխալ եմ հասկանում, ուղղեք։ Սա ի՞նչ է նշանակում, նշանակում որ չունենք ընտրություն։ Որևէ խելացի մարդ չի գնա պատերազմ ընտրի, արդեն առավոտվա եթերից իմ նախորդ լայվին նայեք, ու դրանից առաջ էլ հիմնավորել եմ, որ այսօր մեր երկիրը իզորու չի պատերազմի, այսօր մեր պատերազմը ավարտվելու է կապիտուլյացիայով կամ այս կապիտուլյացիայի շարունակությամբ։ Հետևաբար որևիցե ողջամիտ մարդ չի ընտրի պատերազմ։ Ուրեմն ինչ պետք է գնանք ընտրենք Նիկոլին, այսինքն մենք ընտրություն չունենք փաստացի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազգի ընտրելու իրավունքը ոտնահարված է։ Սա առանցքային սահմանադրական կարգին վերաբերվող դրույթ է։ Եթե այդ է վիճակը, այսինքն չկա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին վերաբերվող առանցքային ամենակարևոր դրույթներից մեկը։ Ուրեմն տես, ինչ եմ ասում, պարոն Փաշինյան, քեզ ու քո համակիրներին։ Եթե դուք ասում եք, որ դուք սահմանադրական մեծամասնություն չկազմեք ընտրություններին, ապա մինչև ամենաուշը սեպտեմբերին լինելու է պատերազմ, լսեք ձեզ ինչ եմ ասում, եթե դուք սահմանադրական մեծամասնություն կազմեցիք ընտրություններից հետո, ուրեմն ամենաուշը սեպտեմբերին լինելու է հեղափոխություն։ Տես ինչ եմ ասում, եթե դուք սահմանադրական մեծամասնություն կազմեցիք, մինչև ամենաուշը սեպտեմբերին լինելու է հեղափոխություն։ Այսպես պրոպկի պես թռնելու ես։ Դու ու քու հետինները։ Իմացաք, պատերազմով եք սպառնում, զգուշացնում եմ հեղափոխություն ալնելու։ Ու բոլոր հիմքերը կան հեղափոխելու այս արատավոր ապականված վիճակը։ Եթե մենք ընտրություն չունենք, եթե մենք մեր երկրում ընտրություն չունենք, մենք բոլոր լեգիտիմ հիմքերն ունենք տեղը տեղին, ուղն ու ծուծով հեղափոխություն անելու։ Այնպիսի հեղափոխություն, որ կյանքում տարածաշրջանը չմոռանա։ Այն քո կապիկությունը չէ։ Այն որ Սերժենք հերթը հասնել պետք է իշխանություն տարածներ պետք է զիջեին, իշխանությունը տվին քեզ գնացին։ Տենց չէ։ Իսկական հեղափոխություն։ Դատարաններով, սանկցիաներով, դատավճիռներով, այ կտենակ հեղափոխությունը որն է։ Ամենաուշը սեպտեմբերին, եթե դուք վերցրեցիք սահմանադրական մեծամասնություն։ Էս էլ իմ վերձիկտը, ընկեր Նիկոլ։ Ու կլնի այդ հեղափոխությունը ու կտենաս։ Ու կերազես, որ դա գոնե սեպտեմբերին լինի։ Ամենաուշը սեպտեմբերին լինի։ Պատերազմ ես սպառնում։ Ախպերներիդ ու շեֆերիդ ասա, որ վարիանտ չունեք։ Վարիանտ չունեք։
Դուք արդեն ամեն ինչ արել եք, որպեսզի ձեզ համապատասխան իրավական սահմանադրական վերաբերմունք ցույց տրվի։ Դուք ամեն ինչ արել եք։ Ու այդ վերաբերմունքը դուք կտեսնեք։ Եթե դուք չեք տեսնում ձեր խամաճիկային իրավապահների եւ դատարանների կողմից, գոնե ես այդպես եմ տպավորություն ստանում, երբ որ SMS-ով միջամտում են օրենսդիրին եւ դատական համակարգին։ Ապա դուք դա կտեսնեք քաղաքական ուժերի եւ ժողովրդի կողմից։ Բոլոր քաղաքական ուժերին էլ կոչ եմ անում պատրաստ լինել ամենակեղտոտ զեղծարարությունների, որ Նիկոլենք թույլ են տալու, այն ինչ մինչև հիմա թույլ են տվել, դա դեռ ինձ թվում է ամբողջը չի։ Ու պատրաստ լինեն համապատասխան վերաբերմունք ցույց տալու նրա կողմից սպառնալիքներով, շանտաժով, այլընտրանքի բացակայությամբ մեզ դեմ տված սահմանադրական մեծամասնության դեպքում իր արժանի գնահատականն ու արժանի վերաբերմունքը ցույց տալու։ Դե էս էլ սենց։ Ամենակարևորը սա էր իմ ասելիքի մեջ։ Հարգելի հայրենակիցներ, Facebook-ը սահմանափակել է իմ լայվերի տարածումը։ Էականորեն սահմանափակված է։ Խնդրում եմ, կիսվեք, տարածեք, շնորհակալություն, որ լայքում եք, շնորհակալություն, որ մեկնաբանում եք։ Դա իհարկե դրականորեն է ազդում այս խոսքի տարածման վրա։ Ես չգիտեմ դեռ ինչքան Facebook-ը թույլ կտա, որպեսզի ես եթեր դուրս գամ։ Սովորաբար նման շրջադարձային իրավիճակներում գնում 2014, 17, 16 թվականներից միած ստատուս է գտնում Facebook-ը, բերում այդ ստատուսի մեջ ինչ որ իբրև թե չեպ է գտնում, կատակ չեմ անում, հենց տենց եղել է, ասենք 16 թվին մի բան եմ գրել, հիշացնում է, ասում է, էսի դուք խախտել եք կանոնները, մի խոսքով մի շաբաթով կամ չգիտեմ, մի ամսով արգելափակվում եք կամ չեք կարա լայվ անեք, միակ կարաք ստատուս գրեք, սենց բաներ եք, մի խոսքով արգելանքներ ա դնում։ Ես չգիտեմ ինչքան էսի կշարունակվի, բայց ավելի լուրջ լծակ ձեզ հետ շփվելու, հաղորդակցվելու, իմ վերլուծությունները ներկայացնելու, իմ քաղաքական խոսքը ներկայացնելու ավելի ուրիշ ու ավելի լուրջ լծակ չունեմ։ Մնացածը կամ Եվրոպա մեռներն են բանարե վերցրե կամ նիկոլականներն են։ Այն ինչ վերաբերում է նախկիներին, օլիգարխներին, նրանք էլ իրանց լրատվականներն ունեն, բայց նրանց էլ ինչ ասես Բերնիս եկած ասել եմ, նրանք էլ ընդեղ չեն։ Լսարան տալիս, ինձ պետք էլ չի փարքաստու ես հեռախոսն ու ես լայվը ավելի քան ինձ բավարար է ձեզ հետ շփվելու համար։ Բայց խնդրում եմ, որպեսզի դա լինի արդյունավետ, խնդրում եմ այս նյութով կիսվեք, տարածեք։ Թերևս այսքանը։ Նիկոլ տղա, որտեղ քոնը կասես, ընդեղ էլ մերը կասես։ Ամենաուժը սեպտեմբերին հեղափոխություն ալնելու, եթե դու սահմանադրական մեծամասնություն վերցրեցիր։ Թերևս այսքանը։ Միշտ նոր հանդիպում, բարի գիշեր։